Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը, բարև ձեզ, իսկ մեր այսօրվա զրույցի նյութն է Արա Շիրազի ծննդյան 85-ամյակը, քանի որ Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանը Գյումրու Շիրազի, Հովհաննես Շիրազի Հուշատուն թանգարանի հետ միասին նշեց Արա Շիրազի ծննդյան 85-ամյակը նախ Երևանում, իսկ առաջիկա օրերին պետք է Գյումրիում տեղի ունենա։ Արա Շիրազը եւ Սիլվա Կապուտիկյանը այս շենքում են ապրել։ Այո։ Եվ նրանց միջև հարևանություն է նաև եղել, բացի մայր եւ որդի, նաև հարևաններ են եղել եւ կան շատ հայտնի պատմություններ նրանց հետ կապված, թե ինչպես է Սիլվա Կապուտիկյանը Արա Շիրազին կանչել ճաշի։ Նախ հիշենք Կապուտիկյան-Շիրազ այս մայր եւ որդի կապի մասին։ Հետաքրքիր բան կար, որ ջերուսման մարտկոցին 3 անգամ կամ մի քիչ ավել խփում էր, ուրեմն դա ճաշի հրավեր էր։ Որդին բարձրանում էր մի լավ սնվելու։ Եթե թեթև էր խփելը լինում, 2 կանչով էսպես, ուրեմն դա սուրճի հրավեր էր։ Մայրը որդի այդպես նշանային համակարգով հաղորդակցվում էին։ Եվ Արա Շիրազը այստեղ եւ թանկագին հյուրերի մեջ է եղել որպես թանկագին հյուր, այսինքն որպես մեծություն ինքը առանձնահատուկ իր դերը ուներ եւ տան անդամ էր միաժամանակ իր երեխաները, իր երկու աղջիկները այս տանն են մեծացել։ Եվ այսօր էլ կապը նաև կա Արա Շիրազի ժառանգների հետ, տեղյակ եմ, որ նաև թորը, ծորը այս դեպքում այցելեց անցյալ տարի։ Դանթե Մինասյանը այցելեց, որ սովորում էր Աբու Դաբիում, 1 տարով կրթությունը այնպես էր հարմարեցրել, որ Նյու Յորքից տեղափոխվեր Աբու Դաբի, այսինքն մոտ լիներ Հայաստանին եւ իր հնդիկ ընկերոջ, կուրսընկերոջ հետ եկավ Հայաստան։ Այնքան լավ զուգադիպություններ եղան, որ հաջորդ օրը հենց ես երկերկոցի պետք է մասնակցեի ու մորը Լիավարդ Կարապետյանին հարցնում եմ, արդյոք Դանթեին կարող եմ հետս տանել։ Այո, իհարկե, ասում են, շատ լավ հայերեն է իջնում է, հայերեն հաղորդակցվում է, եւ մենք միասին գնացինք հրաշալի օր անցկացրինք երկերկոցում։ Հետո նա կատակով ասել էր, որ ուր գնում եմ, կամ տատիկիս թանգարանն է, կամ պապիկիս արվեստանոցն է, կամ մեծ պապիս թանգարանն է, մենք ինչ գործ ունենք Ամերիկայում, այսպեսի սիրուն կատակ էր արել։ Հիմա մենք սպասում ենք, որ ընտանիքը շուտով գալու է, Լիավարդը իր մյուս երեխաների հետ, Մենուայի եւ Նորայի հետ օգոստոս ամսին գալու է հյուր։ Շատ խորհրդանշական է, որ Կապուտիկյանի եւ Շիրազի թանգարանները համատեղ նշեցին նախ Երևանում Արա Շիրազի ծննդյան 85-ամյակը, հետո պետք է տեղի ունենա նաև Գյումրիում, ինչ տեղի ունեցավ։ Ճիշտ ասած, մենք մի քիչ խանդով ենք վերաբերվում Գյումրիին, Հուշատուն թանգարանին, որովհետև ձեռք են բերել 10-ից ավելի մանրաքանդակներ Արա Շիրազից։ Դրանից առաջ մեզ եղբայրը Վանանց Շիրազը արդեն 3 հրաշալի քանդակ էր նվիրել։ 2 ձիերի վրա Անդրանիկի ձիարցանը, Մայր Մկրտչյանի, Կիսանդրին եւ Վահան Տերյանի մի գողտրիկ հրաշալի մանրաքանդակ, բրոնզե մանրաքանդակ ընդ որում։ Եվ մտածում էի, արդյոք չի կարելի մեր ցանկը թարմացնել, եւ այդ առիթով, երբ պետք է նշեինք 85-ամյակը մեր վարպետի Արա Շիրազի, կապ հաստատեցինք Վանանց Շիրազի հետ եւ ասացի կուզենամ թարմացնել ցուցադրությունը, բայց այսպես համարձակությունս չներեց, որ նոր գործերի խնդրանք ներկայացնեմ։ Նա բերեց մեզ համար մի նոր քանդակ, կոչվում է Երեկո, աստիճաններով բարձրացող մարդ է նստել եւ խորհում է իր կյանքի մայրամուտի մասին, շատ խորհրդանշական գեղեցիկ քանդակ է եւ 2-3 գծանկար 60-ական թվականների մասնագետների կարծիքով դրանք շատ հզոր գործեր են։ Բոլոր դեպքերում, երբ կայացավ մեր ցուցահանդեսի բացումը եւ խոսք ասացին, վերջում ես խնդրանքի պես խոսք հղեցի Վանանց Շիրազին, արդյոք կարող եք այս գեղեցիկ գործերը հանձնել մեզ։ Ասաց միանշանակ այո, որտեղ մեր պայմանները չոր եւ պահպանման համար շատ ճիշտ պայմաններ են, իսկ արվեստանոցում խոնավությունը սարսափելի է։ Եվ նա ի պահ տվեց մեր թանգարանին։ Հրաշալի է, ծննդյան առթիվ Արա Շիրազի փաստորեն թանգարանը համալրվեց նաև Արա Շիրազի նոր ստեղծագործություններով, նոր գործերով։
Տիկին Արմենուհի այս պահին մեր զրույցը պետք է ընդմիջենք, որից հետո կշարունակենք, կանդրադառնանք նաև Գյումրու հատվածին, Գյումրում ինչ է տեղի ունենալու։ Բարեկամներ հիշեցնեմ, որ Հայաց Երևանից հաղորդաշարում այսօր իմ զրուցակիցն է Գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը, այս պահին վանաձայնի եթերում կարճատև դադար է, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ։ Achères qu'est-ce volontaire Yes que paquem mut copero Vor aşkarım keşe deste Vor aşkarım keşe deste Yer prend les us anunata Yes que sahme atamnerov Voranunis şeşşınca Voranunis şeşşınca Bayt şerp sirtas Sirtsuzor Arnalges zerkerismech Inşov pakem sırtis xoske Sırtis lezun inşov pakem Achères qu'est-ce volontaire Yes que paquem mut copero Vor aşkarım keşe deste Vor aşkarım keşe deste Yer prend las us anuneta Yes que sahme atamnerov Voranunis şeşşınca Voranunis şeşşınca Bayt şerp sirtas sirtsa uzun Arnalges zerkeris mech Inşov pakem sırtis xoske Sırtis lezon inşov pakem Inşov pakem
Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանում։ Այսօրվա մեր զրույցի նյութն է Արա Շիրազի ծննդյան 85-ամյակը, իսկ իմ զրուցակիցն է Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը։ Անդրադարձանք Երևանում տեղի ունեցած միջոցառմանը, որը համատեղությամբ Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանի առաջիկայում պետք է տեղի ունենա նաև Գյումրիում։ Այնտեղ ինչ է նախատեսված։ Այստեղ բավական գեղեցիկ հուշ երեկո կազմակերպվեց եւ նրա արվեստի բարձրարժեք գործերի մասին խոսեցին եւ հետաքրքիր հուշեր պատմեցին Արա Շիրազից։ Հիմա մենք պետք է փոխադարձ այցելությամբ գնանք Գյումրի եւ այնտեղ դասախոսություն, ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաեւ համերգային փոքրիկ ծրագիր պետք է լինի նվիրված Արա Շիրազի 85-ամյակին։ Մենք արդեն բավական բաներ ենք ծրագրել, թե մեզանից ովքեր պետք է բանախոսեն։ Քրիստինա Աբրամյանը մեր աշխատակիցներից մեծ հոդված կազմակերպեց, տպագրեց։ Այո, Հոբելյանի առիթով, այո, շատ ուսումնասիրություններ արեց, արխիվներ բավական ուսումնասիրեց եւ հուսամ, որ դա պետք է պսակվի մի փոքրիկ գրքով կամ մի արժանի հոդվածով։ Հիմա իր ելույթը երևի բանախոսությունը եւ Գյումրիում մենք շատ բան կունենանք լսելու, գուցե գողտրիկ պատմությունների շարքը կզարգանա։ Վստահաբար այդպես է կլինի, Տիկին Արմենուհի, Արա Շիրազ այս գրքույկն է, գիրքն է մեր ձեռքին։ 80-ամյակի արդիվ տպագրեցինք այս գիրքը եւ ինչպես տեսնում եք Արա Շիրազի լայն ժպիտով է բացվում, նրա մտերիմ ընկերների, մեծ արվեստագետների խոսքն է ընդմիջում նկարները եւ ինքներս պատկերացրեք բավական մեծ ինֆորմացիա ստացանք այս գիրքը կազմելիս։ Այդ տարի մենք Կապուտիկյանին այսպես փոքրիկ բան հղեցինք, որ Տիկի Սիլվա, այս տարի ձեզ բաց ենք թողնում եւ կազմելու ենք ձեր որդու Արա Շիրազի ալբոմը, հուշագիրքը։ Եվ կարծում եմ դա շատ դուր կգար մայրիկին, որտեվ ինքը Արա Շիրազը երբևէ չձգտեց իր ահռելի աշխատանքները համատեղել մի գրքի մեջ։ Բայց իսկապես աշխատանքները շատ են, թվենք Զորավար Անդրանիկ Օզանյանի Ձիարձանը Երևանում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Բակում Մեծ Պողոտայի վրա, այո, Միասնիկյանի հսկա արձանը հուշարձանը 8.6 Դվին հյուրանոցի ճակատի հարթականդակը։ Ահա, սա որ նաև մեր թիկունքում է դրված, ինքը կոչվում էր Հավք, շատերը ասում են Սիրամարգ, իսկ մենք ասում ենք Փյունիկ թռչուն։ Հովհաննես Շիրազի հուշարձանը Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում։ Հովհաննես Շիրազի Կիսանդրին Կոմիտասի անվան Պանթեոնում, այնուհետև Պարույր Սևակի հուշարձանը Էրեբունի թանգարանի հարևանությամբ, դպրոցի Սիլվա Կապուտիկյանի Կիսանդրին Կոմիտասի անվան Պանթեոնում, այս բոլորի հեղինակը Արա Շիրազն է։ Իհարկե Վիլյամ Սարոյանի արձանը Կոմիտասի անվան Պանթեոնում, եւ Փարաջանով, Նուրը ձեռքին, Փարաջանովը Պանթեոնում։ Ո, իսկապես այս շարքը նաև Ծաղկասկի թռչուն 4-րդ հարթակում Կասկադի, այո։ Մենք շատերս չգիտենք։ Անպայման բարեկամներ Երևան այցելելուն պես այցելեք այս վայրերը, հատկապես Կասկադի այս 4-րդ հարթակը, ինչպես նաև մյուս այս Պանթեոն, մնացած վայրեր, Գյումրի իհարկե։ Մենք հիմա Գյումրի ծաղկադրման ենք գնալու այս հուշարձանի մոտ։ Կողքն էլ հայրիկի հայտնի Հովհաննես Շիրազի հուշարձանն է։ Տիգրան Պետրոսյանը, շախմատի Լևոն Ներսիսյան, նաև հրաշալի քանդակներ, որոնք զարդարում են մեր թանգարանները։ Նաև Գրականության արվեստի թանգարանում ունենք հրաշալի քանդակներ։ Իսկապես կարելի է մի հետաքրքիր շրջայց կազմակերպել Արա Շիրազի քանդակների հետքերով։ Ես նույնիսկ մտածում եմ, որ Ձիարձանը կարելի է առանձնահատուկ խնամքի տակ առնել, որովհետև կանաչ գոտի կա, բայց ծաղիկների աճեցում, թփեր եւ այլն կարելի է զարդարել դա։ Քաղաքապետարանի հետ մենք բավական խնդիրներ ունենք լուծելու։ Հուսանք, որ 85-ամյակը այն լավ առիթը կլինի, այն կարևոր առիթն է նաև հիշելու, կարևորելու, նաև խնամքի, հոգացության արժանացնելու այն ամենը, ինչով եւ հպարտ է Երևանը եւ մեր մեծանուն քանդակագործի
ստեղծածը նաև ճշտորեն Հաշարի խնամքով առաջարկ եք պահելու։ անում, որտեղ համեստ մարդիկ երբևէ հետ չեն նայում, թե իրենք ինչ են թողել եւ դրանց արժեքը ովքեր պետք է բարձրացնեն մեծարեն։ Իսկ մեր շուրջը ուղղակի խնկարկելու արժանի գործեր են եւ բոլորը առանձնահատուկ խնամքի կարիք ունեն։ Ձիարցանը օրինակ երբեմն խոնավությունից կանաչում է լվանալու, մաքրելու հատուկ այդպես նյութերով մշակելու կարիք ունի։ Ես ժամանակ առ ժամանակ հարցը բարձրացնում եմ, բայց դուք ճիշտ եք ասում, պետք է այցելել եւ միջոցառումներ կազմակերպել։ Արա Շիրազը թանգարան չունի, բայց Կապուտիկյանի եւ Շիրազի թանգարանները այս գործառույթը նույնպես իրականացնում են։ Կարելի ասել բացը ինչ որ չափով լրացնում են։ Բացը լրացնում են եւ հոր եւ մոր թանգարաններում Արա Շիրազը ներկայացված է, այս պահին նաեւ ունենք այս նոր աշխատանքները, որոնք նվիրվել են թանգարանին եւ հրավիրենք մեր հայրենակիցներին Հայաստան գալուն պես անմիջապես այցելեն ինչպես Կապուտիկյանի թանգարան, այնպես էլ Շիրազի թանգարան, որ այս երկու թանգարաններն են համատեղությամբ նշում Արա Շիրազի ծննդյան 85-ամյակը եւ նաեւ տեսնեն Արա Շիրազի ստեղծագործությունները։ Կարելի է նաեւ մի փոքրիկ հատված առանձնացնել Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ է նրա արվեստանոցը եւ արվեստանոցի մի հատված գոնե երբեմն նույնպես իր դռները բացի, որտեղ այնտեղ Պիկասոյի քանդակն է, եթե Գյումրին չի տարել, շատ արժեքավոր դիմաքանդակներ են, իսկ Արա Շիրազի մեծությունը դեմքի առանձնահատուկ այս պլաստիկան, ներքին հույզերը արտահայտելու գաղտնիք է։ Իրեն հենց վարպետ կոչվում են դրա համար։ Դեմքը այսպես ներքուստ ներկայացնելու վարպետության համար։ Կարելի է այդպիսի մի բան անել։ Շնորհակալություն Տիկին Արմենուհի, որ այսօր մասնակցեցիք Վանաձայնի Հայաց Երևանից հաղորդաշարի այս զրույցին, ներկայացրիք այն ամենը, ինչով այսօր զբաղված եք եւ հատկապես Արա Շիրազի 85-ամյակին նվիրված այս ձեռնարկները։ Մենք էլ պարբերաբար կանդրադառնանք կներկայացնենք թանգարանի գործունեությանն, ինչպես նաեւ հետագա ձեռնարկներին։ Մի շնորհակալություն կուզենայի հղել նրա կրտսեր եղբորը Վանաձ Շիրազին, որովհետեւ հենց նա է խնամում արվեստանոցը, նա է ժամանակ առ ժամանակ ցուցահանդեսներ կազմակերպում, ազգային պատկերասրահում շատ մեծ ցուցահանդես կազմակերպեց ժամանակին, եւ նա հիմա ծավալուն մի գիրք է ստեղծել, սրա երևի 10-նավակի հաստության կլինի։ Եվ այդ գիրքը, եթե կարողանանք օգտագործել օգտվել առիթից կազմել եւ պետական պատվերով գուցե տպագրել, դա կլինի մի մեծ հաղթանակ։ Տարվա համար իսկապես նաեւ կարևոր իրադարձություն կլինի։ Շնորհակալություն, բարեկամներ, հիշեցնեմ, որ Հայաց Երևանից հաղորդաշարում այսօր իմ զրուցակիցն էր Գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը, անդրադարձանք Արա Շիրազի ծննդյան 85-ամյակին եւ Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանի հետ համատեղ կազմակերպվող հոբելյանական ձեռնարկին։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։